Ողջույն իմ շատ սիրելի հեռուստատողներին, ողջունում եմ եւս մեկ անգամ Սփյուռքի առաջ եւ բարբերաբար մենք ունենում ենք շատ հետաքրքիր հյուրեր եւ առհասարակ խոսում ենք շատ կարեւորի մասին, իհարկե նաեւ խոսելու ենք Սփյուռքի թեմաների շուրջ, բայց քանի որ մեր ընդհանրացված իրականությունը այնքան խորն է ամբողջ ազգային պատկերի մեջ, որ մենք երբեմն չեն կարող անտարբեր մնալ։ Այսօր իմ հաղորդման հյուրն է հաղորդման երկրորդ մասում, ինչպես ես խոստացել էի, ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Շարունակում ենք մեր եթերը, պարոն Ղուկասյան, դուք բարբերաբար եք թեկուզ ձեր եթերներից եւ առհասարակ նաեւ հարցազրույցներում միշտ ներկայացնում, որ դուք զինվորական եք, որ դուք սպա եք, որ դուք ծառայել եք, բայց այսպիսի կարծիքներ կամ հարցադրումներ, որոնք ես վերցնում եմ ամբողջական մի իրականությունից, նաև կան այսպիսի խոսակցություններ։ Պարոն Ղուկասյան, դուք ծառայել եք Հայաստանի Հանրապետությանը, թե ծառայել եք Սերժ Սարգսյանին եւ թե Վլադիմիր Գասպարյանին։ Այս հետաքրքիր հարց է, որ կարծում եմ մի քիչ սուր է, բայց խնդրում եմ պատասխանեք։ Դուք չէ՞ որ նրանց օրոք եք ստացել աստղեր եւ այլ եւ այլ։ Հետո Դե ուղղակի հարցնում եմ, պատասխանեմ ես ձեզ, ուրեմն նման հարց տվողները, նման կարծիքի մարդիկ ծառայել եք Սերժ Սարգսյանին, թե Գասպարյան Հովհաննիսյանին, եկեք մի փոքր պատմական շատ կարճ էքսկուրս անեմ Արագի մեջ, որպեսզի ձեր համար հարցը լինի ավելի պարզ։ Վարդան Ղուկասյանը զորակոչ մոլաբանակ 97 թվականի մայիսին ծառայել է 2 տարի զինված ուժերում, որպես զինվոր, արձանիշ տուգանային գումարտակ, 99 թվական, ավարտելուց հետո զինծառայությունը ավարտելուց հետո մի անգամ եկել է մի քանի ամիս մնալուց հետո անցել է ծառայության հոկտեմբերի 26-99 թվական ռազմական ոստիկանության վարչությունում։ Եվ սկսել է Վարդան Ղուկասյանի կարիերա։ Եթե Վարդան Ղուկասյանը ծառայեր Գասպարյան Վովային, անձին, այլ ոչ թե համակարգին, ոնց որ դուք ասեցիք, կամ Սերժ Սարգսյանին, նախ Սերժ Սարգսյանը ժամանակ չէ, հետո եղել պաշտպանության նախարար, բայց ընդունում եմ հարցը այդպես։ Վարդան Ղուկասյանը կունենար ռեստորան կամ ռեստորաններ, տներ կամ տուն սեփական, ավտո կամ ավտոներ, օբյեկտներ, վիլաներ, այսինքն այն ինչ որ ունեցել է թե Ալեքս Սարգսյանը, թե Գասպարյան Հովհաննիսյանը, Արշակը, մյուսը, որոնք ոչ եղել են այդ բնակը, բայց Վարդան Ղուկասյանը գործի է գնացել է հոկտեմբերանից, Երևանյան 20 շենքից, հետո գործի է գնացել է Եղվարդից, հոկտեմբերանի ծախել տեղափոխվի Եղվարդ, փող չունեց որ Երևան տուն առնի, հետո Մասիսի տունը ծախելով բանկ մտնելով Չարբախից, Վարդան Ղուկասյանը գործի էր գնում ոտով, Չարբախի կազմած, Շահուրի 28 շենքի բնակիչները ձեզ վարօրինակ, ոտով գնացել, ոտով, եթե ես ծառայի Սերժին կամ Վլադիմիր Գասպարյանին, անձերին, ես էլ կունենայի տարածք, խանութնի, ռեստորաննի, օբյեկտնի, թաղման բյուրո, թաղման սրահ, մռնի տարածք, իհարկե, չի կարող է։ Վարդան Ղուկասյանը մորը խփում էր կուզը, գնամ հասնում էր վայք, որտեղ ես եղել եմ այն մայրը, Վարդան տունը վերցել է իր հաշվին, առողջությունը քայքայել վայքի զորամասում, հետո Վարդանի զոդում, Միտարինդե եւ այլ։ Ես ծառայել եմ բանակին։ Եվ այնքան լավ եմ ծառայել, որ իմ կոչումները ժամանակին տվել են։ Եվ եթե Գասպարյան Հովհաննիսյան կամ, չգիտեմ, մյուսները ցանկանային Վարդան Ղուկասյանին, ոնց ասեմ, չգնահատեին, իրանք ստիպված էին գնահատելու, որովհետև մի անձ անում է ավելի շատ գործ, քան ամբողջ ռազմականը միասին վերցած։ Գասպարյան Հովհաննիսյանը բարել են եղել խորհրդակցության ժամանակ, ասել են յա նման 2 հոգի ես ունենամ, դուք ինձ պետք չեք։ Որովհետև ես չունեի ընտանիք, ես ինձ նվիրել էի բանակին, չէի ասում կնիգս սպասում է, երեխես նոր տարվա սեղան, բան մի հատ քրշ մեր էր ասում, ուտելիքը հասցնում են տունը, վասկով գիշերվարկես են զորամաս, սրա խոշտանգի, սրա խփի, սա թալանի, սա բռնի, սա բերի։ Ես ծառայել եմ իմ երկրին։ Եվ նորից եմ գնում, եթե ես սիստեմին ծառայեի, այսինքն այս երկուսի, ես էլ մի բան հետ կցած կունենայի, օբյեկտ, տարած, ящик, ումից է պակաս։ Պատասխանեմ։ Պարոն Ղուկասյան, մի առիթով ձեր եթերում դուք պարբերաբար անգամ ոչ թե մի առիթով պարբերաբար ձեր եթերներում անդրադարձ եք անում
ծանոթ խնամի բարեկամ արտահայտությունին, որ կոռուպցիան այդտեղ եռում է եւ բնականաբար ոչ մեկ թող ավելորդ ոչինչ չասի, թեկուզ այս իշխանությունների ժամանակահատվածում այնքան շատ է կոռուպցիան, որովհետեւ ամեն օր ձեր հաղորդումները հետևելով բարբերաբար տեսնում ենք, որ մարզպետից սկսած վարչության պետերով, չգիտեմ, անգամ դպրոցի տնօրեններով, անգամ դաշնամուրի դասատուներով, մի խոսքով ամբողջությամբ այսպես կոռուպցիան տեղավորված է։ Դուք անդադասում եք, որ ամենահարմար տեխնացուն ես եմ, ինչու, որովհետև չունեմ կին, երեխաներ եւ այլը եւ բարբերաբար օրինակ եք բերում Ստալինին, նաեւ ամրության տեսքով, որ մարդը ոչ թալանեց, ոչ ավիրեց երկիրը, մի հատ հարց կա, որ իրականում պետք է հիշեցնեմ, դուք միգուցե զավեշտայլի հարց է, դուք խավոր եք, քանի սանիկ ունեք, պարոն Կասյան։ Ներողություն, չհասկացա։ Դուք քանի սանիկ ունեք, դուք խավորություն, այո, դուք խավորություն արել եք։ Ես խավոր չեմ եղել երկրքում, ասում ես խավոր եմ եղել։ Դա էլ չէ։ Ես որ խավորն ու չէ, տեսեք, որ խավոր սանիկ հարաբերությունների մասին էլ եք անգամ երկրում խոսում։ Փաստորեն սանիկներ էլ չունեք։ Բացարձակապես ես ու խավորնով, ես իմ ամենամոտ ընկերներից մեկի հարսանեկի պարտադրաբար իքա հարսանես դրեց, որ կամ դուլում ես ազատ կամ մեկ էլի այդ ընկերություն չեն կանի, ստիպված եկել եմ մասնակցել եմ հարսանեկի որպես ազատ, ես հարսանեկ գնալ չեմ սիրում։ Իմ ծանոթների բանը ես նվերը ուղարկել եմ ծրարով ինչ-որ մի բան, բայց ես ինքս ներկա չեմ գտնել, որովհետև ողնաշարով զգում էի, որ այդ ընտանիքը քայքայվելու է։ Ով ամուսնացել է, ես իրեն ասել եմ, որովհետև Հայաստանում ո՞նց ամուսնությունը հաշվալ, գրաշոտ, ուրիշ ոչ մի ձև չկա, 10% կարող է ինչ-որ սիրահարված լինի։ Google Map-ը դնում են դեմերը, այս նախարարի տղեն են օլիգարխի հետ, նրա հետ, բերում կարծում են իհարկե գնու։ Սեր գոյություն չունի։ Ես հասկացա, հարցը շատ հետաքրքիր եք պատասխանում, պարզապես ձեր եթերների տակ բարբերաբար ասեմ ավելին, որ եւս մեկ անգամ հայտարարել, որ քույրեր, եղբայրներ, հորքուրներ, մորքուրներ, քերուտերեք, մորքույտերեք չունեմ։ Այո, կան, բայց ես այդ մարդկանց հետ ոչ մի առնչություն կապ չունեմ։ Ես իմ բնույթով, եթե մի ժամանակ էլ չեմ ունեցել մորքույտաղա, հորքույտաղա, հորոքորտաղա, նախ ոչ տվել եմ, ոչ արել եմ եւ այլն, եւ ես իմ էությամբ եղել եմ միշտ տարբերվել եմ, այսինքն նույն իմ օրեղբոր տղաները, որ տկան տղան, որը որ բանակից փախել էր, ես ինքս եմ ուղարկել Շուշիի բերդ։ Իմ հարազատ օրոքորտաղ, որ ոչ թե դասալիկ, ընդամենը օրեր առաջ իմ մյուս բարեկամներին ազգուտակի, ես ինքս զանգեցի ռազմական ոստիկանություն, դրսում են ուղարկել եմ զինվորական դատախազ, բոլորին հավքերել, որովհետև նրանք բոլորը փողով ազատվել են բանակից։ Նման մարդու հետ բարեկամություն կանեն, չեն անի։ Մենք ոնց անեն։ Մենք Սփյուռքի առաջ ենք, պարոն Ղուկասյան, մի քիչ Սփյուռքից խոսենք։ Հետաքրքիր գիտեք որն է, որ եղել է այսպիսի դեպք, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի падգամավոր ժամանակահատվածում եղավ իմ տաղավարում հյուր եւ ասում էր օրերից մի օր եթե ես իշխանության լինեմ կամ ընդհանրապես մենք իշխանության լինենք, Սփյուռքը առաջնային դերակատարում է ունենալու մեր կյանքում, մեր իրականության մեջ։ Մենք խոսում էինք ընտրությունների մասին, որ ինչքան Սփյուռքը ընտրելու իրավունքից զրկված է, ինչքան Սփյուռքում վերադարձի գաղափարախոսությունը շատ արդիական է, բայց ոչ մեկ չի աջակցում, թեև շատերը գնացին իրենց անգամ օգնելու, անձամբ իրենց օգնելու, բայց միևնույն է հիասթափված վերադարձան։ Ամեն դեպքում դուք ինչ կասեք Սփյուռքին, այս խոսքը պետք է պահենք ու պահպանենք։ Կոնկրետ սփյուռքահայության մասով։ Կոնկրետ սփյուռքահայության մասով այն, որ մենք դուք ուսակցությունը նախընտրական ծրագրով ունի եւ դա պիտի անհապաղ, անգամ ես օրերն եմ հանել, որ ամսվա որորը, որ կառավարության նիստի որորը, ազգային ժողովի որ նստաշրջանի ժամանակ, որ օրենքները պիտի մտցվեն, բայց այն որ Սփյուռքը պետք է դառնա, պարտադիր պիտի դառնա քվեարկող եւ ընտրող, դրա մասին ոչ մի խոսք, այսինքն այն արգելքը, որը բերեց մտցրեց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ եթե մի մարդ 4 տարի Հայաստանում չի գտնվում, անկախ նրանից Հայաստանի քաղաքացի է թե չէ, ընտրելու եւ ընտրելու իրավունք չունի, սա խայտարակություն է, այդ արգելքը վերանալու է։ Այն անձով Սփյուռքում ծնվել մեծացել է, բայց եթե անգամ ձերկաբերել է պասպորտ չի կարող մասնակցել ընտրություններին, ոչ կարող է, եւ պիտի մասնակցի, ընտրի եւ ընտրվի։ Այսինքն հնդիկները կարան գան 6
մի սամակատ քշեն, գնանք քաղաքապետ ընտրեն, Սերժ Սարգսյանը ճանաչեք, հա։ Գնանք քաղաքապետ ընտրեն, բայց Ղարաբաղցին, որը որ Ղարաբաղում ապրել, Ղարաբաղի կապուտ ազնվող չի կարող ընտրել քաղաքապետ, անկարողանից որտեղ է գտնվում։ Ամերիկայում ապրող հայով թող է գնացել ոչ լավ կյանքից։ Միացյալ Նահանգներ, Եվրոպա ինքը իրավունք չունի։ Ոչ, ինքը իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու այ իմիգրանից ասեմ, բայց այն անձը, այն սփյուռքի բնակիչը, ով չի ծառայել բանակում, նա չի կարող ընտրել, կարա ընտրի, բայց չի կարող ընտրվել։ Ուրիշ եթե ինքը ծառայելա իա ԱՄՆ բանակում, Ռուսաստանի կարա, շուտի բանակ ծառայելա։ Ինչ որ մի երկրի զինված ուժերի ծառայելա, բայց առանց զինված ուժերում ծառայելու Հայաստան, Ամերիկա, Ֆրանսիա, ուզում ալի Հունաստան, գաս ասեց ես ուզում եմ դառնամ ապագայում պրեզիդենտ կամ ԱԺՊ չես կարող։ Եթե արական սերես պիտի ունենաս վայրի բիլետ։ Իսկ եթե իրապես հիվանդության, եթե իրապես մարդը խնդիրներ է ունեցել, հիմա դա իրապես Իրապես հիվանդությունը եւ այլն, գիտես, եթե կարողա կա այդպես իրապես հիվանդություն եւ Հայաստանի բժշկական կոմիսիան հաստատում է, հա, այս մարդը իրապես հիվանդ է, բայց ինչ հիվանդ, սրտային է, օքեյ, չգիտեմ այնտեղ երիկամի մեկը չկա, օքեյ, բայց եթե այսօր մեծ մասին չով ազատում, գժականով, բայց եթե դու գժականով ազատված ես, հենա Նիկոլն է գժականով ազատված, գժականով ազատված ես, քեզ դրանք կողենք այդ ծավալ, ինչ ազգային ժողով, ու գոմանած դրան պիտի ունենա պարտադիր բարձրագույն կրթություն, որ չբերես 8-րդ դասարանցու նշանակես համայնքապետ կամ ոստիկան։ Այսինքն այս երկուսը բարձրագույն կրթություն եւ վայրենի բիլետ պարտադիր է լինելու տեխնացուի համար։ Վաղը այսօր երկիրը կդառնա նախագահական երկիր, որին որ ես միտված եմ, այս Սերժ Սարգսյանի կոստյումը պետք է վառել գցել մի կողմ։ Հայաստանը պիտի դառնա նախագահական երկիր։ Այդ ժամանակ է, որպեսզի ամեն մի մեր հարևան ասո, մասո, ով ինչ-որ մեկի մի հատ փող ունի, չլինգնի մեջան, այդ մարդը պիտի բերի գոնե մինիմում 20,000 ստորագրություն, որ իան գոնե 20,000 մարդ ճանաչում է, որ ինքը գա տեխնացություն դնի, ոչ թե հիմա տեսեք, Լեննականոն սուսա, չէ, հեսա մի ամսից, ես հաշվել եմ 14 կուսակցություն, մի հատ 65,000 նվագան, 14 կուսակցություն լծվում է դաշտ, այսինքն Լեննագանի ժողովրդի հալալ կեսը պիտի դառնա կուսակցական, բայց ունեիք, մեր ազգություն, հիմա պարլամենտականի ժամանակ 20-ը գերազանցելու է, 5 տարի ոչ մի բան չեն անում, սպասում են, հիմա Լեննականը խի դարավ տաշոս, որտեղ դեմա տապան Վարդան Ղուկասյան, հիմա պարլամենտական ընտրություններում կհաշվեք 30 հատ բանամատներու կուսակցություն։ Պարոն Ղուկասյան, տեսեք դուք ասում եք, որ այնտեղ կա Վարդան Ղուկասյան եւ այդ իսկ պատճառով արվում են նման քայլեր եւ ուղղակիորեն համախմբում է տեղի ունենում եւ առհասարակ լսեք, ձեր դեմ բնականաբար իսկ չկան ուժեր, որոնք ձեզ հետ են համախմբվում նրանց դեմ։ Գիտեք սա հարցը ես վստահ ներողություն եմ խնդրում պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, ես վստահ եմ, որ այս հարցի շատ մանրակրկիտ եք անդրադառնալու։ Եկեք ընդմիջեն գովազդային կարճ դադարի, ես հարցը կկրկնեմ, նորից շարունակենք այս հարցից, որովհետև ուզում եմ տեղեկացնել իմ շատ սիրելի հեռուստատիտողներին, որ Երևան Շիփինգ ընկերությունը առաջարկում է երկաթային արժեքները նոր տարվա կապակցությամբ ձեզ բոլորիդ։ Տեղեկացնում ենք, որ ծանրոցներ կարող եք ինքնաթիռով ուղարկել դեպի Հայաստան փաունդը ընդամենը 2.99 արժեքով, իսկ դրամական փոխանցումներ դեպի Երևան ընդամենը 1%-ով։ Այսպիսին է յուրահատկությունները Երևան Շիփինգի։ Օգտվեք նրա ծառայություններից։ Գովազդ է մեր եթերում։ Երևան Շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։
664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրա Նոր շունչ Երևան շիփինգ սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստատողներ, մենք Սփյուռքի առաջ ենք, հիշեցնեմ ևս մեկ անգամ, այսօր իմ տաղավարի ինտերակտիվ կապի հյուրն է Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Ես կրկին անգամ հնչեցնեմ հարցը, դրանք միգուցե նոր մարդիկ մեզ միացան։ Պարոն Ղուկասյան, համախմբվում են ձեր դեմ շատերը, համախմբվում են դա Գյումրի քաղաքի ընտրությունների հետ կապված ակամա թե պարզ է դառնում, նաև կլինեն ազգային ժողովի շրջանակահատվածում, որովհետև ձեր անձի վերաբերյալ միշտ որոշ սարսափ են ապրում, դա իրականություն է։ Ամեն դեպքում ձեր դեմ համախմբվում են։ Իսկ դուք ունեք այնպիսի ուժեր, որոնց հետ կհամագործակցեք եւ կհամախմբեք միասին։ Գիտեք ինչ, ես ոչ թե թող իմ հետ համագործակցեն, խնդրեմ, ես պատրաստ եմ ցանկացած ուժի հետ համագործակցել, եթե այդ ուժը դեմ է նախկիներին եւ ներկաներին։ Բայց ինչու հենց կոնկրետ նախկիներին եւ ներկաների համար պետք է համագործակցեն։ Չէ՞ որ դուք ազգային գործ եք անում։ Ավելի լավ չի այսպես։ Նայեք, Երևանի քաղաքապետարանի ավականու արժեքը այսօր եկի հավասարվել ազգային ժողովի падգամավորի արժեքին։ Իշնորհիվ ձեզ։ Այդ դուք ասեցիք, մինչև հիմա դուք այդքան ապրել եք Հայաստանում, դուք երբևիցե լսել եք ավականի։ Դա չէ հետաքրքրել բացարձակ։ Չի ոչ տվել ենք, ոչ արել ենք, ոչ լսել ենք։ Ես բաբշե գաղափար չեմ ունեցել, թե Երևանի քաղաքապետ, ես գիտի քաղաքապետն է ղեկավարում ու վերջ։ Ավականին ում դրաշումն է։ Բարձավ։ Հաշիվի մարդիկ են հավաքվում, ինչ որ բան են քննարկում, բայց քաղաքապետի խոսքը վերջնական է։ Գաղափարեն չենք ունեցել ինչա կատարվել։ Ես գաղափար չեմ ունեցել։ Երբ որ արդեն եկանք մտանք այս ամեն ինչի մեջ, ավականու գինը եկավ հասավ, ես հիմա Լեննագանն է, որ Լեննագան բանցած տարի են մյուս տարիներին են 5 կուսակցությունները ուր են չկան, այս տարի դեկտեմբերի 7-ին ով չալարեց, ըստը հելավեգան Լեննագան, պարոն Ղուկասյան, այդենց կսեին Լեննագանցիկ։ Հիմա այս դու ասում ես, որ դու այդտեղ քո շորն էլ հանես գցես, ասոն կգան կհավկվեն այդ շորի վրան հոտոտ կենեն։ Հիմա նույն Լեննականցիկ դաժե ջոգել են, որ Լեննականը այսօր ես պատական չասի, դարել է Ստալինգրադ։ Ու այսօր սաղ լցվել են այդտեղ։ Մարդիկ որ դաժե 3 հոգուց ավելի իրան կարող է ձեն չտանեն, են Արման Բաբաջանի անբանդեսն, եկել լցվել են։ Այնքան որ խանգարեն 65000, 14000, 14 կուսակցություն այդ 65000-ի կողքին, դա միջև հիմա ուր եք։ Ու եթե կան կուսակցություններ, որոնք ունեն ռադիկալ տրամադրվածություն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, այս 3-ի դեմ, որովհետև այս 3-ն են այսօր արենայում, ես ցանկացած նման ուժի հետ պատրաստ եմ համագործակցելու, որ ասում եմ, best of։ Մի քիչ դժվար են նման ուժեր իր այդ գալու, այստեղ ամեն դեպքում դաժան կլինի։ Լավ, մենք շարունակենք կրկին Սփյուռքի թեման, որովհետև հաղորդման հենց խորագիրը Սփյուռքի առաջ է եւ
Համակիրներ շատ կան Սփյուռքից, պարոն Ղուկասյան։ Գիտեք, համակիրներ, այո, մենք շատ ունենք եւ բոլորը մեծ մասամբ նամանավանդ Ռուսաստանում շատ ունենք համակիրներ, նահանգներում այդքան չկան։ Որոնք ասում են, որ ընտրությունների ժամանակ են անպայման կժամանեն Հայաստանի Հանրապետություն եւ կգրասվեն վստահված անձ։ Սփյուռքում ես զրուցել եմ մի քանի հոգու հետ, այսպես ասած մեծահարուստ հայերի հետ, որոնք զրույցի ժամանակ իրենց բողոքն են արտահայտել, որ գիտեք ինչ, մեզ գցել են, մեզ խաբել են, մենք սա ուղարկեցինք, անիգա ուղարկեցինք, տեխնիկա ուղարկեցինք, այս ուղարկեցինք, ասում են, բայց երբ որ ես ես ասում էի, հորդորում էի չուղարկել 44 օրյա պատերազմի ժամանակ, որտեղ դա չի ծառայելու իր նպատակին, դուք էլի ուղարկում եք, ասում են, այո, մեզ խաբել են, անգամ որ զանգահարում եւ ասում ենք, որ ուր ամեր օգնությունը, մեզ այնտեղից ցույց են տալիս 3 մատի ամբողջականություն։ Հարցնում եմ, ինչ տիպի օգնություն եք ուղարկել, դեռ կնում է 100,000-ավոր դոլարների ավտոտեխնիկա, միլիոնավոր դոլարների եսիմինչ եւ այլն։ Բայց այդ նույն մարդուն, երբ որ ասում ես եղբայր, իսկ դուք պատրաստ եք աջակցել ինձ Գյումրի ընտրությունների ժամանակ շփում եք, վերցնում եք, դնում եք եւ այլն, կորում են, անհետանում են։ Հերախոսը վառվում է, իրանց ինֆակտը խփում է, շտաբով ամբուլանսը տանում է։ Հիմա ստեղ առաջանում է հարց, երկու տիպի, մեդալ ունի երկու կողմ։ Կամ տվյալ մարդիկ, որոնք որ խոսում են, իրենք օգնել են, են արել ու ասենք լսում ես միլիոնավոր դոլարների օգնություն, բացահայտորեն ստում են, եւ երկրորդ տարբերակ իրենք ուղղակի նրանց արել են, այսինքն Նիկոլի համար, Նիկոլի Հայաստանի համար արել են, բայց վերածնվող Հայաստանի համար չեն ուզում այլևս անեն։ Այդ երկու տարբերակն է։ Որովհետև եթե դու ծախսել ես, ու չեմ ուզում այդ անձի անունը տամ, ծախսել է մոտ $1 միլիոն եւ ավել, ուղարկել է ավտոբուս տեխնիկաների, զինվորների շտաբօգնության եւ այլն համար, օքեյ, բայց ինքը մի ավտոբուսի գին միավ, դրա կեսը դաժե 50%-ը չի ասում, Մարտան Ղուկասյան վերցրեք ձեզ նախընտրական պայքարի համար, չէ՞ որ միլիոն ծախսած մարդու համար, ներողություն, խիստ համեստությանս համար, $10,000 ինչ թիվա, որ չտաս ասել, ոչ մի կոպեկ չի, բայց այդ մարդը չի տալի։ Դե որովհետև դուք ղեկավարը չեք, ձեզանից օգուտ չունեն։ Ահա, բա հիմա ում համար է որ իրանք ծախսել են, այդ նույն ղեկավարը ում անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան, իր օգտագործած անդրավարտիքը, այդ նաև Աննա Բոլենը, շպրտել է սրանց քիթուպեյնին։ Ղուկասյան այնքան ծանոթ են այդ սփյուռքահայության, այս տեղի հայության, այդ մեծահարուստների կարգավիճակները, որ գցնելու եւ որոշակի մեդալներ ունենալու, փողեր կորցնելու, փողեր գրելու։ Մեդալներ չեն տալի։ Անցամենը տալիս է օգտագործած անդրավարտիկ, ասում են վերցրու և վայելի։ Գովազդվելու, իր մասին պետք է լավը խոսեն, չգիտես ինչ ոգևորվում են։ Ու հետաքրքիրն է, որ այն մարդիկ ովքեր որ տվել են այդ կոորդինատները սրա նրա վերաբերյալ, ասում են այ որպեսզի ինքը պարոն Ղուկասյան ձեզ օգնի, պետք է իրան մեծարեք, պիտի իրա մասին խոսեք, քարաբանեք, որովհետև դրանք նույնությամբ, պարոն Ղուկասյան, դրանք նույնությամբ այս բոլոր ռեժիմների հետ արել են հանցագործություններ, դրանք են սովոր։ Դուք չկարծեք, որ այստեղ նստած այստեղ են գումար վաստակում, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության ու գաղափարի շուրջ հանցագործություններ չեն արել։ Նրանք անում են, անելու են եւ շարունակելու են անել։ Ես ասում եմ, եղբայր, դուք օգնում եք այս կուսակցությանը, կուսակցությունը իշխանությունը վերցնում է, նույն ամերիկյան սցենարով, ոնց որ Տրամփը, այսինքն Իլոն Մասկը օգնեց Տրամփին, Տրամփը հիմա այդ պետպատվերների գերակշռ մասը տալու է այդ կազմակերպությանը, այդ իրանցից է բանը, նույնիսկ ես եմ խոստանում, բայց ես դնեմ, չգիտեմ, միկրոֆոն վերցնեմ, սազը առնեմ, սիմֆոնիկ նվագախումբը հրավիրեմ, ձեզ գովաբանեմ, կներեք, ես այդ դրա Պարոն Ղուկասյան, հասարակ քաղաքացիները ավելի վստահելի են։ Ես երբեք 14 տարի աշխատելով Գասպարյան Վովայի հետ, լավին լավ, վատին վատ, ես երբեք Գասպարյան Վովայի շեֆ բառը չեմ ասել։ Երբեք, միշտ պարոն գեներալ, իմ բոլոր կողիմները կամ պարոն գնդապետ ասել են շեֆ ջան, էսի գտուտեմ, ենի գտուտեմ եւ այլն, բայց ես երբեք այդ մարդուն ու ինքը ինձ նաեւ դրա համար էլ հարգել,
ծուռը նստենք դուզը խոսանք մի անգամ ասեց ասեց քո այն բնավորությունն եմ սիրում որ դու այդ կեղտոտ բառը չես ասիշ կեղտոտ բառ շեֆ ատոմ եմ այդ բառը ես մարդուն մեծարել չեմ սիրում եթե ես մարդու հետ աշխատում եմ ես այդ մարդու ասածները անում եմ կամ մենք ուրեմն մենք արդ լավ եք էլ շեֆ ջան ցավը տանեմ էսի կտուտեմ էնի կկախեմ էնին պատչեմ պետք չի Պարոն Ղուկասյան, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ եթերին մեզ հետ միասին լինելու համար։ Պարբերաբար մենք խոսում ենք այս նորվա այս եթերները նույնպես թող թարմություն լինեն։ Ես ձեզ մաղթում եմ ամենալավը, որովհետև ձեր նախաձեռնությունը շատ արդիական է եւ կարեւոր եւ ձեր գործը վստահ եմ լավն է լինելու։ Ամեն դեպքում համոզիչ եք։ Ես ուզում եմ, որ դուք հաջողվեք ձեր ցանկացած գործունեության մեջ եւ թող ձեր շուրջը լինեն իրապես հավատարիմ մարդիկ, որոնք կարողանան փոխել մի ամբողջ ժամանակահատվածի, մի ամբողջ պատմության չար մտածողությունը։ Ես շնորհակալություն եմ մաղթում ձեզ, պարոն Ղուկասյան, ամենալավն ու բանն եմ ցանկանում։ Շնորհակալություն ձեր մաղթանքների համար եւ վերջում ուզում եմ ասել, որ մեր հայրենակիցները ոչ թե պետք է ընտրեն Վարդան Ղուկասյանին, այլ պետք է ընտրեն Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում եմ ես եւ այնտեղ ծրագրի մեջ անպայման ելնելու է կետ, չանողը մտքին է տա, սիրելի քաղաքացի, որտեղ հավյանքն ակելում է գիտեք, այդ ժամանակ եւ ես հավատարիմ եմ մնալու իմ խոստմանը։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստատողներ, այսօր այսքանը կհանդիպենք հաջորդաբար, մենք Սփյուռքի առաջ էինք, առողջ եղեք, լավ մնացեք, ցտեսություն։ Հաջողություն։